Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Բաքու մեկնած հայ փորձագետների խմբի անդամներից քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Մինասյան հրավերն ընդունելու համար։ Կուզեի կիսվեիք ձեր տպավորություններով առաջին հերթին, ինչպիսին էին դրանք եւ ինչպես ընդունեցին ձեզ հայ փորձագետներից Բաքվում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես հայտնի է, այս նախաձեռնությունը մեկնարկել է դեռ 1 ամիս առաջ, երբ Երևանում հյուրընկալեցինք, ընդունեցինք ադրբեջանական քաղաքասարության եւ փորձագիտական շրջանակների 5 ներկայացուցիչների եւ փաստացի մենք պատասխանայց կատարեցինք Բաքու։ Ընդհանուր տպավորությունը դրական էր, հաշվի առնելով, որ տեղի ունեցած քննարկումները բավական բաց էին, չունեինք թեմատիկ սահմանափակումներ, անվտանգային միջոցառումները բավական բարձր մակարդակով կազմակերպված էին, տեղացիների հետ շփումներ չի եղել, ավելի շատ հենց մեր գործընկերների հետ էր քննարկումները եւ իհարկե երկրորդ օրվա ընթացքում հանդիպում ունեցանք նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյայի հետ եք հանդիպում ունեցել, այդպես էր պլանավորված, թե Սկզբանե այս նախաձեռնության շրջանակում փորձում ենք հնարավորինս պահել պարիտետը, այդ հավասարակշռությունը։ Իրենք Հայաստան այցելեցին ուղիղ չվերթով, նմանատիպ չվերթ մենք ունեցանք, իրենք Հայաստանում հանդիպեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ եւ մենք այսպես համարժեքության մակարդակով այնտեղ հանդիպում ունեցանք։ Դուք ասացիք, որ հասարակության անդամների հետ, քաղաքացիների հետ որևէ հանդիպում, որևէ շփում, հավանաբար նաեւ միջադեպ չի գրանցվել, եթե դրա մասին չեք ասում։ Միջադեպ չի գնացել։ Անվտանգության հնարավորինս ամենաբարձր մակարդակը պահպանվել է։ Դա պայմանավորված, որ ուղղակի խնդիրներ չառաջանան ընդհանուր շփումներում, թե գուցե կար մտահոգություն իսկապես, որ կարող են առաջանալ որոշակի միջադեպեր։ Ի սկզբանե նախաձեռնությունը նոր է, այսինքն սա ըստ էության մեկամսյա պատմություն ունեցող նախաձեռնությունը եւ հայերի այցը Բաքու ինչ որ առումով նաեւ պատմական էր այդ երկրի հասարակական կոնտեքստում եւ բնականաբար ընդունող կողմն էլ հետաքրքրված չէ, շահագրգռված չէ, որ որևէ տիպի միջադեպ լինի, որը ստվեր կգցի նաեւ այս ողջ միջոցառումների վրա եւ բնականաբար բավական խիստ անվտանգային միջոցառումներ էին ձեռնարկվել, հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու որևէ տիպի միջադեպ տեղացիների։ Այսինքն պարոն Մինասյան, դժվար է չէ՞ այս պարագայում գնահատել հասարակության տրամադրությունները, թեկուզ նեղ շրջանակում հասկանալու համար, թե իրենք ոնց են վերաբերում խաղաղության օրակարգին։ Ամեն դեպքում դուք քննարկումներից բացի ունեցել եք նաև դրսում շրջելու հնարավորություն, տեսնելու միգուցե շոշափելու հեռվից տրամադրությունները։ Նմանատիպ այցերը, նմանատիպ քննարկումները բավական կարևոր են։ Մի կողմից համեմատելու, թե ինչ է իրականում գրվում մամուլում, պաշտոնական հայտարարություններում եւ ինչ տրամադրություններ են արկա հենց գետնի վրա տեղում եւ այս առումով կարծում եմ բավական կարևոր էր։ Մյուս կողմից սա նաեւ կարծում եմ լավ հնարավորություն է նաեւ հայ հետազոտողների համար այցելել նաեւ սեփական աշկերով տեսնել եւ համեմատել մեր արկա այսպես տեղեկությունները, մեր արկա փորձը եւ իրողությունները, որոնք այնտեղ արկա են։ Իհարկե, ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ շփումները բավական այսպես բաց էին։ Մենք քննարկել ենք ամենատարբեր թեմաներ, այդ թվում նաև հարցեր, որոնք ուզում են մեր հանրությանը, սկսած հումանիտար խնդիրներից, ռազմագերիների, անհետ կորածների հարցերից։ Ինչ այդ քննարկումներն անցել, արդյոք դրանք կառուցողական են եղել, արդյոք քննադատական մոտեցում է եղել արդեն գործընկերների կողմից, ադրբեջանցի, ո՞նց է եղել մթնոլորտը։ Ի սկզբանե կարող եմ արձանագրել, որ ադրբեջանական կողմը բավական այսպես մեծ նրբանկատություն էր ցուցաբերում ամենատարբեր հարցերում, սկսած ընդհանուր մշակութային ծրագրի համաձայնեցումից մինչև հենց օրակարգային տարբեր հարցեր, այդ ամեն ինչը համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ինչ վերաբերում է բուն քննարկումներում, գիտեք, քաղաքական գործիչները շատ ավելի կաշկանդված են իրենց բառակազմի ընտրության հարցում, իրենց դիրքորոշումներից կարճած լինելու տեսանկյունից, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները շատ ավելի ճկուն են, շատ դեպքերում միգուցե ավելի կրեատիվ, ինչ որ լուծումներ գտնելու, ինչ որ առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից եւ ընդհանուր գաղափարը այն է, որպեսզի երկու այդ 5+5 ձևաչափը դառնա հաղորդակցության խողովակ երկու հասարակությունների համար, շարունակական լինի։ Այո, եւ ոչ միայն հասարակությունների համար, այլ մեզ համար նաեւ կարեւոր էր, որ օրինակ Երևանյան հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք ամենատարբեր հարցեր եւ օրինակ հետաքրքիր էր նաեւ Բաքվում այդ թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ համոզվելու արդյոք մեր ուղերձները տեղ են հասել եւ հանդիպման արդյունքում վստահաբար կարող եմ պնդել, որ հայկական կողմից բարձրաձայնվող հարցերը այսպես զեկուցվում են, ծանուցվում են, տեղեկացվում են նաեւ որոշում կայացնող շրջանակներին։ Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում, որ նույն անձինք, որոնք ներգրաված են ադրբեջանական կողմից տվյալ ձևաչափում, իրենց սեփական
հարցազրույցներում, մեկնաբանություններում տեղական մամուլին նաև շոշափում են այս հարցերը։ Ինչը եւս բավական կարեւոր է։ Ընդհանուր Բայց ինչ շեշտադրումներով պարոն Մինասյան, ոնց են իրենք մեկնաբանում օրինակ առնվազն արձանագրվում է, որ ռազմագերիների հարցը հայկական կողմի համար զգայուն է։ Եվ մենք էլ մեր քննարկումներով օրինակ բարձրաձայնում ենք, որ էլի շփումներ երկխոսություն պետք է կառուցել, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնք բավական ճնշում են գործադրում, բավական ազդում են, այդ թվում թե երկխոսության վրա, թե ընդհանուր կարգավորման գործընթացի վրա, որոնցից մեկը, ինչպես նշեցի, գերիների հարցն է կամ անհետ կորածների հարցն է, եւ իհարկե այս երկխոսության զարգացմանը զուգահեռ պետք է նաեւ լուծումներ տրվեն այս նմանատիպ այլ հարցերի, բացի այդ, հաշվի առնելով, որ փորձագիտական համայնքը եւս ներգրաված է այս ձևաչափի մեջ, փորձել են քննարկել ամենատարբեր հարցեր, օրինակ կոմունիկացիաների հարցերը, բացի ձեռք բերված պայմանավորվածություններից, այլ ինչեր կարող են անել երկու կողմերը, որպեսզի հաղորդակցությունների ապաշրջափակումը ավելի արդյունավետ ընթանի։ Ինչ առաջարկություններ եղան, թե մեր կողմից, թե իրենց պատասխան։ Օրինակ, այսպես իհարկե բովանդակություն ամբողջությամբ չեմ կարող բացահայտել, սակայն հնչող առաջարկներից մեկը կամ բարձրաձայնված հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի տարանցման սահմանափակումների վերացմանը եւ օրինակ բավական մեծ հարց է. Արդյոք Հայաստանից արտահանվող բեռների վրա այդ ազատությունը եւս տարածվում է, թե այնուամենայնիվ սահմանափակումներ կան, օրինակ, կամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը փաստացի իր տարածքով բեռների տարանցման սահմանափակումները հանել է եւ փաստացի երկաթուղու միջոցով մենք բեռներ ենք ստանում։ Իսկ օրինակ ադրբեջանական կողմը, այո, արդյոք շահագրգռված չէ, որպեսզի երասք սահդարակ հատվածը չսպասելով թրիփի կառուցմանը 4 կիլոմետր տարածք հատված է մնացել։ Դա շատ ավելի արագ վերակառուցվի եւ օրինակ Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կապ ստանա Նախիջևանի հետ, ինչը եւս բավական դրական կարող է ազդել ընդհանուր process-ի վրա։ Ինչ են ասում այդ բaragայում։ Առնվազն հետաքրքիր է հնչում այդ գաղափարը, իհարկե դա այսպես բազմաշերտ հարց է, կա այդտեղ լոգիստիկ հարցեր, կա տեխնիկական հարցեր, կա ֆինանսական հարցեր եւ իհարկե կա քաղաքական հարցեր։ Օրակարգային այլ ինչ հարցեր եք անդրադարձել բացի դրանից։ Անդրադարձել ենք նաեւ ընդհանուր երկու երկրներում այս նարատիվների փոփոխության խնդրին, հաշվի առնելով, որ հասարակության մակարդակ։ Այո, հաշվի առնելով, որ 35 տարվա պատմություն ունես կոնֆլիկտը եւ բավական լուրջ երկու կողմից բավական լուրջ ճշտաման կատելություն է գեներացվել եւ մեկ օրում դա հաղթահարելը բնականաբար բարդ է։ Այնուամենայնիվ կան հարցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել եւ օրինակ, ելի օրինակներով ներկայացնեմ, օրինակ բարձրաձայնել ենք ադրբեջանցի պաշտոնյաների հռետորաբանության մեջ խնդրահարույց նարատիվների կամ սադրիչ նարատիվների կիրառումը, երբ նրանք խոսում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մեկ այլ օրինակ, բարձրաձայնել ենք, որ ադրբեջանական պետական լրատվամիջոցները շատ հաճախ նենգափոխում են տեղանունները։ Վերջին օրինակը Ազերտ Հաջի հետ կապված եւ օրինակ, պարոն Հաջիևը իր խոսքում խոստացավ օրինակ խոսել Ազերտ Հաջի խմբագրակազմի հետ։ Այսինքն նմանատիպ շատ հարցեր կան եւ նման շփումների միջոցով միգուցե մենք կարողանանք մեր ներդրումը ունենալ առավել նպաստավոր միջավայրի ձևավորման ընդհանուր կարգավորման գործընթացի։ Բայց օրինակ երբ հարց եք բարձրացնում նույն այդ Ադրբեջանի պետական լրատվականի վերաբերյալ, նշելով, որ իրենք ասել են, որ կխոսեն այդ խմբագրակազմի հետ Ազերտ Հաջի, բայց արդյոք սա պետական քաղաքականության մասին չի խոսում, արդյոք միայն այդ հեռուստաընկերության խմբագրակազմն է պատասխանատու հնչող բովանդակության համար։ Իրենք սրան որևէ կերպ արձագանքել են կամ դուք հարցադրում արել եք։ Ընդհանուր տպավորությունս կարող եմ կիսվել։ Ադրբեջանում տարիներ շարունակ շատ անձինք, շատ կառույցներ, շատ ինստիտուտներ բառի բուն իմաստով իրենց հացը վաստակել են հակահայկական նարատիվներ տարածելով։ Եվ այդ իներցիայի ուժը դեռևս պահպանվում է եւ ակնկալել, որ մեկ օրում այդ ամեն ինչը պետք է փոխվի կամ փորձագետը, որը տարիներ շարունակ քննադատել է Հայաստանը կամ հակահայկական խոսույթ է կիրառել, մեկ օրում նա կարող է փոխել իր խոսույթը, ինչքան էլ որ նա կապված լինի տարբեր ինստիտուտների հետ, դա իրատեսական չէ։ Այնուամենայնիվ այս փոքր քայլերով պետք է առաջ շարժվել եւ բավական կարեւոր է, որպեսզի հայկական կողմը եւս իր այս մտահոգությունները բարձրաձայնի։ Եվ այս խողովակը կարծում եմ թերևս ամենանպաստավոր հարթակներից մեկն էր, որպեսզի մենք մեր մեծ ուզող հարցերը բարձրաձայնենք եւ ինչու՞ չէ նաեւ ակնկալենք դրական տեղաշարժեր, որովհետեւ առնվազն Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ հետ հանդիպման ժամանակ այսպես մի քանի ուղերձներ հղեց հայկական կողմին, խնդրեց մեզ, որպեսզի դրանք փոխանցենք, որ օրինակ Ադրբեջանի համար պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար հակամարտությունը
ավարտվել է եւ բավական կարեւոր է, որպեսզի ստեղծվի նոր ճարտարապետություն, որը կհիմնվի Վաշինգտոնյան պայմանավորվածությունների վրա։ Այսինքն իրենք հետ չեն կանգնում այդ պայմանավորվածություններից։ Ի հեճուկս այդ հռետորաբանության, որ տարբեր փորձագետներ կիրառում։ Բավական կարևոր է եւ եթե ուշադրություն եք դարձրել տվյալ նախաձեռնության շրջանակում տարածված մամուլի հաղորդագրության մեջ եւս հղում է կատարվում Վաշինգտոնյան պայմանավորվածություններին եւ նշվում է, որ ըստ էության այս գործընթացը եւս իրականացվում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ոգուն համահունչ։ Պարոն Մինասյան, դե երբ խոսում ենք խաղաղության գործընթացի մասին, պարբերաբար կարծիքներ են հնչում, դե եթե նույնիսկ Հայաստանն ուզում է խաղաղություն, միևնույն է Ադրբեջանը դա չի ուզում եւ վկայաբերում են եւ այդ հռետորաբանությունը եւ նույնիսկ նախագահի տարբեր հայտարարություններ տարբեր ժամանակահատվածներում արված։ Հիմա այս ամփոփ, եթե մենք փորձենք տրամադրությունը իմի բերել, արդյոք ձեզ մոտ կա տպավորություն, գուցե համոզմունք, որ Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղություն եւ Ադրբեջանի համար իսկապես եւ այսօր եւ հետագայում արդեն կոնֆլիկտը եւ պատերազմը ավարտված է, փակված էջ է։ Միանշանակ պնդումներ եւ դատողություններ չեն կարող կատարել, բայց այնուամենայնիվ կարող ենք արձանագրել միտումը։ Ադրբեջանում եւ ադրբեջանական շրջանակներում օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո տեղի ունեցել միջավայրի կամ տրամադրությունների փոփոխություն։ Դա փաստ է, դա կարող ենք արձանագրել եւ իհարկե շատ հաճախ հանդիպում են խնդրահարույց նարատիվներ, սակայն ընդհանուր անգամ քանակական մոնիտորինգը, օրինակ 1 տարի առաջ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը հակահայկական նարատիվները եւ ներկայիս մակարդակը էականորեն փոփոխություն մենք տեսնում ենք այդ առումով, ինչը դրական է, ինչը նաև հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակության փորձագիտական շրջանակների համար նոր հնարավորություններ փորձել, որովհետև գիտեք, տասնամյակներ շարունակ այս նմանատիպ շփումներ եղել են երրորդ երկրներում, երրորդ կողմերի մասնակցությամբ, կազմակերպմամբ, սակայն որպես այդպեսին դրանց ազդեցությունը գործընթացի վրա բավական փոքր էր։ Եվ հիմա երբ մենք տեսնում ենք նաև պետական կառույցների ներգրավվածությունը, ադրբեջանական կողմից իրենց փորձագիտական քաղաքացիական շրջանակների խրախուսումը երկխոսության մեջ մտնելու, եւ այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ առնվազն այնտեղ պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու այս ֆորմատը, այսինքն միայն 5+5-ով չսահմանափակվենք, նաև նոր շրջանակներ ընդգրկվեն այս երկխոսության գործընթացը։ Մակարդակը բարձրացնելու մասով։ Մակարդակը բարձրացնելու մասով։ Իսկ փորձագիտական մակարդակից, որտեղ հիշեցնեմ, որ տարիներ առաջ էլ ունեցել ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր գնացել էին Բաքու, հիմա արդեն փորձագետների մակարդակն է, գուցե մեկ այլ մակարդակ բերել բարձրապաշտոնյաների։ Մի քանի մակարդակով շփումներ կան, առնվազն պետական մակարդակով, դա անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով, արտգործնախարարի մակարդակով, վարչապետի մակարդակով իրենց գործընկերների հետ շփումները պահպանվում են։ Ինչպես հայտնի է, ազգային անվտանգության ծառայությունը իր գործընկեր կառույցի հետ ակտիվ շփումների մեջ է։ Եթե չեմ սխալվում, անգամ տեղական մակարդակով տեղական հրամանատարները, հատկապես այն սահմանազատված հատվածներում մշտական կապի մեջ են հնարավոր միջադեպերը բացառելու համար։ Վերջերս տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի падգամավորների հանդիպումը, որը թերևս առաջինն էր։ Այսինքն տարբեր բայց հավանական ամենաբարձր մակարդակով մայրաքաղաքներում չեք կարծում, որ հնարավոր է նման սցենար։ Այսինքն փոխադարձ այցերի մակարդակով։ տեսականորեն չենք կարող բացառել, բայց կարծում եմ դա այսպես միջնաժամկետ կտրվածքում կարող է հնարավոր լինել եւ միևնույն ժամանակ դա ուղղակիորեն փոխկապակցված է նաեւ հենց կարգավորման գործընթացից, այսինքն եթե կարգավորման գործընթացում մենք ականատես դառնանք ինչ-որ լուրջ տեղաշարժերի, ինչ-որ լուրջ ճեղքումների, միանշանակ նման շփումների համար եւս հնարավորություններ կստեղծվեն։ Արմինասյան, իսկ քննարկել եք արդյոք ժամկետների հարցը, ինչով է պայմանավորված, որ այս գործընթացը բավականին երկար է տևում։ Մեզ մոտ քաղաքական, միգուցե նաեւ հասարակական դաշտում քննարկվում է, որ Ադրբեջանը տարբեր նախապայմաններ է առաջ քաշում, սահմանադրության հարց է առաջ քաշում, Մեղրիով անցնող ճանապարհը Միջանցք է անվանում, նոր տարածքային պահանջներ ունի, տեղանուններ է փոխում եւ այլն։ Բարձրացրել եք արդյոք հարցեր, կոնկրետ ինչն է խոչընդոտում կողմերի միջև այս գործընթացը, որ այսքան երկար է տևում։ Նախ եւ առաջ պետք է արձանագրեմ, որ երկու կողմներ ունեն անվստահություն։ Այսինքն այնպես չի, որ միայն մենք չենք վստահում ադրբեջանական կողմին, նույն մյուս կողմից եւս կա այդ անվստահությունը եւ դրա լուսման բանալին միայն երկխոսությունն է։ Սա ի սկզբանե արձանագրենք։ Միևնույն ժամանակ նման շփումների բացակայությունը ամենատարբեր մակարդակով կամ դրանց սակավությունը նպաստել է նաեւ տարբեր կարծրատիպերի, տարբեր աղավաղված ընկալումների ձևավորման։ Օրինակ բերեմ, օրինակ Ադրբեջանում փորձագիտական շրջանակներում մտահոգություն են բարձրացնում, թե Հայաստանը փորձում է արհեստականորեն ձգձգել թրիփի կյանքի կոչումը։ Ինչը իհարկե այդպես չէ։ Նման մտահոգություն կա։ Այսինքն նման կարծիք կա եւ բնականաբար մենք փաստերով հստակ հիմնավորեցինք, որ օրինակ կան գործոններ, որոնք մեզնից կախված չեն, օրինակ ամերիկյան շատդաունը,
որը առավել քան 1 ամիս ամերիկյան կառավարությունը ուղղակի պարալիզացված էր, իսկ TRIP-ի կարգավորումները Հայաստանը եւ Միացյալ Նահանգները միասին պետք է համաձայնեցնեն։ Մյուս օրինակը, հաշվի առնելով որ ամերիկյան կողմից գործընթացում հիմնականում ներգրաված է Witkoff-ի օֆիսը, սակայն Witkoff-ի օֆիսը այսպես առավոտյան զբաղվում է Ուկրաինայով, երեկոյան զբաղվում է Գազայով եւ կեսօրին միգուցե ժամանակ գտնի Հայաստանի համար։ Հետաբար այսպես տարբեր օբյեկտիվ հանգամանքներ կան, որոնք ուղղակի չեն կարող չհասնել գործընթացի վրա։ Սակայն հայկական կողմը բավական հստակ է արտահայտել իր պատրաստակամությունը եւ վերջերս էլ անգամ բացահայտվեց մեր տեստականը, որ օրինակ մինչեւ տարվա վերջ մենք մեր պատկերացումները պետք է վերջնականացնենք, հաջորդ տարվա առաջին կեսին արդեն վերջնական համաձայնություններ ձեռք բերենք Միացյալ Նահանգների հետ եւ արդեն հաջորդ տարվա կեսից սկսեն հենց բուն շինարարական աշխատանքները, որովհետեւ այստեղ բավական կարեւոր է նաեւ արձանագրել, որ խոսքը միայն մեկ նախագծի մասին չէ, մեկ երկաթուղու մասին չէ, այսինքն այնտեղ կա ճանապարհի հարց, էլեկտրագծերի հարց, գազամուղի հարց, քննարկվում է հնարավոր նավթամուղի հարցը, օպտիկական մանուխների անցկացման հարցը։ Այսինքն այս բոլոր կատեգորիաների համար առանձին կարգավորումներ են պետք, առանձին հստակեցումներ են պետք, տեղանքի ընտրություն է պետք եւ կարծում եմ հայկական կողմը իրենից կախված ամեն ինչ անում է գործընթացը արագացնելու ուղղությամբ, բայց ցավոք սրտի ամեն ինչ չէ որ մեզնից է կախված։ Իսկ էլ ինչով են իրենք անհանգստացած, էլ ինչն է նրանց մոտ անվստահություն առաջացնում, որ մենք չենք ուզում գնալ խաղաղության կամ հատուկ ենք դանդաղում այդ խաղաղության գործընթացում, գուցե հետագայի հետ կապված կան հարցեր, որոնք էլի իրենց մոտ անհանգստություններ են առաջանում։ Մենք մեր մասով գիտենք, իսկ իրենց մոտ դա որն է։ Էլի օրինակներով նշեմ, օրինակ մտահոգություն կա։ Ներողություն, կասկած կա, որ օրինակ մեզ համար պատերազմը չի ավարտվել, կոնֆլիկտը չի ավարտվել եւ մենք օրինակ ցանկանում ենք տասնամյակներ հետո կամ չգիտեմ 100-ամյակ հետո նորից թեժացնել այս կրակը։ Նման կասկածներ կան իրենց մոտ։ Ի տարբերություն ադրբեջանական մեդիադաշտի, հայկական մեդիադաշտը բավական ազատ է եւ բոլորը հնարավորություն ունեն իրենց կարծիքներ, իրենց մտքերը արտահայտել եւ բավական բազմազան է մեր դաշտը եւ բնականաբար ադրբեջանական կողմը բավական ուշադիր եւ մանրակրկիտ մոնիտորինգի է ենթարկում նաեւ մեր լրատվադաշտը վերը հանում այդ կարծիքները եւ այլն եւ այլն։ Սակայն շատ հաճախ նրանց համար դժվար է տարբերակել դոմինանտ գիծը հնարավոր ծայրահեղական հայտարարություններից եւ այլն։ Եվ հետեւաբար նման շփումների միջոցով նաեւ փորձում ենք տեղ հասցնել, թե հայկական հասարակության մեջ իրական տրամադրությունները որոնք են, որովհետեւ ցավոք սրտի մեր մոտ էլ մամուլի պատկերը շատ հաճախ հանրային տրամադրություններից տարբերվում է եւ այդ ծայրահեղ կարծիքների վրա ամեն դեպքում իրենք հիմնվում են։ Իհարկե, այդ ամեն ինչը մոնիտորինգի է ենթարկում, վստահաբար այս հաղորդումներ են նայելու, իրենց մոտ նշումներ են անելու։ Այդ ամեն ինչը դիտարկվում է այնտեղ շատ լայն։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի մենք այդ հնարավորություն, այսինքն մեր մոտ մոնիտորինգ իրականացում է, սակայն նրանց պետական կայքերի առանձնահատկությունները հաշվի առնելով, այսինքն այդ ամեն ինչը այդքան էլ ազատ չէ։ Պարոն Մինասյան, դուք ասացիք, որ փոխանցվել են ուղերձները։ Մենք խոսեցինք այդ հռետորաբանության վերաբերյալ։ Հարցը չէ՞ արդյոք, թե իրենց մոտ ինչու են անընդհատ խոսում Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Նույնիսկ եթե միջանցքը որպես այդպեսին իրենք չեն հասկանում, ապա ինչու են այդ խոսույթը այդ կերպ օգտագործում։ Դա հարց է, որը մեզ համար շատ զգայուն է։ Իրենք դա հատուկ են անում, թե իրենք ուղղակի ճանապարհի փոխարեն օգտագործում են միջանցք տերմինը, եւ երկրորդը այս մասով ինչու են խոսում արևմտյան Ադրբեջանի մասին, երբ ուղերձներից մեկում հենց ամբողջ ուղերձում իրենք նշում են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունեն, պատերազմն ավարտված է, կոնֆլիկտն ավարտված է, ուզում են գնալ խաղաղության։ Այդ դեպքում այս երկու եզրույթը ոնց հասկանալ։ Գործընթացը նաեւ արևմտյան Ադրբեջանի մասով։ Անդրադառնանք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, հարց ունի երկու կողմ, քարոզչական եւ վստահաբար այդ տերմինի օգտագործումը տեղավորվում է հենց ադրբեջանական քարոզչության շրջանակներում։ Եվ հարց ունի նաև պրակտիկ դաշտ, այսինքն պրակտիկ դաշտում առնվազն ադրբեջանական կողմը, օրինակ Միացյալ Նահանգների հետ շփումներում օգտագործում է TRIP, որովհետև այսինքն այն փաստաթղթերում կամ այն հայտարարություններում, որոնք միջազգային հանրության հետ են, վստահաբար հղում է կատարվում իրավական հիմք ունեցող փաստաթղթերին։ Եվ նույն Հիկմետ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ եւ նա շատ պարզ ասաց, որ TRIP-ը, որը անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով, այսինքն որևէ ձևով տարածքային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտող որևէ ձևակերպում չկար։ Եվ հետեւաբար սա ավելի շատ այդ քարոզչական դաշտում է։ Եվ վստահաբար մենք նաև պետք է այս հարցը շարունակենք բարձրացնել ադրբեջանական կողմի շփումները։ Մյուսը վերաբերում է արևմտյան Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմի հետ շփումներում եւ ընդհանրապես վերջին տարիներին իմ դիտարկումները ցույց են տալիս, որ 2021 թվականից հետո Ադրբեջանը որդեգրել է հայկական կողմի նարատիվների կամ իրավական պահանջների հայլային արձագանքման ռազմավարությունը։
Դեռ 2021 թվականին Լաչինի միջանցքին զուգահեռ իրենք շրջանառության մեջ դրեցին Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Հետո մենք ականատես եղանք, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձի թեմային հակազդելու համար նրանք շատ այսպես ինստիտուցիոնալ ձևով սկսեցին ակտիվացնել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը, որը էլի իրենք դեռևս պահպանում են իրենց գործիքակազմում հակազդելու համար Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի հարցին կամ նման պահանջի բարձրաձայնմանը։ Այդտեղ էի ուզում հարց ուղղել, եթե Լեռնային Ղարաբաղի հարցի մասով մենք արդեն այսպես ասած հարցը լուծել ենք, դրել ենք մի կողմ, Լաչինի միջանցքը չկա, հետեւաբար դա հայլայն արտապատկերում պիտի որ չլիներ, ինչու են իրենք դա պահում սեղանի վրա թարմ։ Փաստորեն ստացվում է պահանջին հայլայն արտացոլում նրանց վերադարձի պահանջին։ Այն գործիքն է, որը Բայց հայկական կողմը դա չի կիրառում, այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել դրա մասին, ինչու են իրենք դա կիրառում։ Այստեղ հայկական կողմ ասելով մի փոքր բազմազան է, որովհետև Հայաստանի դիրքորոշումն ասել։ Որովհետև առնվազն ադրբեջանական կողմը բավական ուշադիր հետևում նաև Սփյուռքում տարբեր նախաձեռնություններին, տարբեր խորհրդարաններում հնարավոր նախաձեռնություններին եւ վստահաբար չի ցանկանում զրկվել այդ իր հիմնական ազդեցության գործիքից։ Այնուամենայնիվ բավական կարևոր է, որ այս նարատիվների եւս ռազմավարության տրանսֆորմացիան եւս տեղի ունենա, առնվազն այնտեղ մենք լսեցինք հավաստիացում, որ հիմա ռազմավարության փոփոխություն է լինում եւ խաղաղության իրենց պատկերացումը հիմնվում է փոխադարձ տնտեսական շահի վրա տարբեր ծրագրեր իրականացնելու եւ դրանց միջոցով երկարաժամկետ խաղաղությունը երաշխավորելու վրա։ Այդ ուղղությամբ են իրենք փորձում շարժվել։ Իհարկե, այս ողջ երկխոսության գործընթացը, տարբեր հայտարարությունները սրանք հնարավոր է ստուգել միայն ժամանակի միջոցով եւ ժամանակը ցույց կտա արդյոք նույն ադրբեջանական կողմը լիովին անկեղծ է իր մտադրություններում թե ոչ։ Միևնույն ժամանակ ցանկանում են նաեւ ընդգծել հաշվի առնելով ամենատարբեր քննադատությունները նման երկխոսության ձևաչափերի մասին կարծիք արտահայտելուց առաջ կարծում եմ ցանկացած անձ ինքը իր մեջ պետք է հարց տա։ Մենք ցանկանում ենք արդյոք հակամարտության շարունակում, նոր արյունահեղություն թե ոչ։ Վստահ եմ, որ Հայաստանում բնակվող Տեսել է բավական կարևոր։ Միգուցե այլ մայրաքաղաքներում նստած մեր հայրենակիցների համար շատ ավելի հեշտ է հայրենիքը պաշտպանել, չզգալով դրա հետևանքները իրենց մաշկի վրա, այո։ Սակայն Հայաստանում բնակվող ցանկացած բանական մարդ, վստահ եմ նաև Սփյուռքում շատերը, քաշ գիտակցում են, որ պատերազմը ուղղակի լուծում չէ եւ դրա այլընտրանքը միայն երկխոսությունն է։ Արդյոք դժվար է այս երկխոսությունը սկսել։ Իհարկե դժվար է, որովհետև մեզ համար այս վերքերը բավական ցավոտ են, վստահ եմ բոլորս էլ մեր շրջապատում, մեր հարազատների մեջ ունեն կորուստներ, ցավեր, այդ պատմությունները կան։ Այնուամենայնիվ արյունահեղության այլընտրանքը երկխոսությունն է եւ քայլ առ քայլ պետք է կառուցել այդ երկխոսությունը։ Իհարկե կա փոխադարձ մեծ ամբստահություն։ Հակառակ պնդումները նրան են վերաբերում, որ այդ երկխոսության մեջ միշտ ուժողում ենք լինում։ Խոսքը չի վերաբերում իհարկե այս վերջին հանդիպումներին, բայց նրանք ովքեր չեն հավատում, օրինակ Ադրբեջանի կողմից, որ իրենք ուզում են իսկապես գնալ խաղաղության, ասում են, որ դե խաղաղությունն ուզում ենք մենք, զիջում ենք մենք, իսկ միակողմանի խաղաղություն հնարավոր չէ։ Մեզ պարտադրում են, մենք ուզում ենք։ Իրենց բացատրությունն էլ դա է հարցի վերաբերյալ։ Բոլոր կարծիքները իրավունք ունեն գոյության։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նույն այս երկխոսության շրջանակում մեր հիմնական ուղերձը նաև ադրբեջանական կողմին այն է, որպեսզի որ պետք է լինի այսպես կոչված peace dividend-ները, այսինքն սովորական քաղաքացին Ադրբեջանի, Հայաստանի պետք է իր մաշկի վրա զգա այս խաղաղության գործընթացի արդյունքները։ Օրինակ սահմանամերձ բնակավայրերում բնակվող գյուղացիները, որոնք ամենատասնամյակներ շարունակ տառապել են նաև հակամարտության պատճառով, պետք է իրենց մաշկի վրա զգան դրա հնարավոր օգուտները։ Սա բավական կարևոր է եւ բավական ուշագրավ է, որ մյուս կողմից եւս առնվազն կար փոխըմբռնում այս հարցի հետ կապված, որ հատկապես այս մարդակենտրոն ինչ որ նախաձեռնություններ պետք է կյանքի կոչվեն, որպեսզի հանրությունը ինքը եւս հավատա եւ պատրաստ է։ Այո, այդ անորոշությունը, այդ կասկածամտությունը որոշակիորեն փարատվի։ Վերջին հարցը, պարոն Մինասյան, ձեր գործընկերներից մեկը ասուլիսի ժամանակ ասաց, որ բարդ հարցերը պետք է լուծվեն վերջին փուլին եւ մասնավորեցրեց, որ դրանք վերաբերում են անկլավներին, եռանկյունիներին, որոնք մտնում դուրս են գալիս պետությունների տարածքներ եւ նաեւ այլ խնդիրներին։ Եթե անկլավների հարցը իրենց մոտ բարձրացրել եք, իրենք ինչպիսի լուծման են պատրաստ, ինչպիսի հնարավորություններ են տեսնում։ Օրինակ մեր դաշտում տարբերակներ քննարկվում են, փոխանակում, քննարկվում է, որ մնա ամեն ինչ այնպես, ինչպես որ կա եւ այլն։ Իրենք ինչպես են սա պատկերացնում։ Արդյոք պատկերացնում, որ գուցե կարելի է հրաժարվել առհասարակ այս հարցից, ո՞նց է իրենց մոտեցումը։ Հարց ունի երկու մաս։ Առաջինը, արդյոք պետք է հիմա բարձրաձայնել, շահարկել, քննարկել անկլավների հարցը։ Միանշանակ է նաեւ մյուս կողմի մոտ, որ այդ քանի դեռ
քաղաքական բանակցություններ չկան այդ թեմայով։ Այդ հարցը շահարկելը իմաստ չունի եւ մենք էլ մեր հստակ մեսիջն ենք նաեւ փոխանցել, որ նման շահարկումները, նման քննարկումները, ընդ որում առանց հիմքի միմիայն գրգռում են երկու հասարակություններին։ Հետեւաբար նմանատիպ հարցերի բարձրաձայնումը պետք է ուղղակի թողը ժամանակի մեջ։ Այո, եւ առնվազն կա փոխըմբռնում, որ նմանատիպ բարձր անգամ սահմանազատման գործընթացի հարցում, որովհետեւ անկլավների հարցը ամենաբարդ հարցերից մեկն է։ Կա ըմբռնում եւ եթե չեմ սխալվում, անգամ 2024 թվականի օգոստոսին ընդունված կանոնադրության համաձայն եւս այդ հարցերը թողնված են ամենավերջին փուլում։ Ամենավերջում է քննարկվելու այդ հարցը։ Եվ այսօր պետք է կողմերը կենտրոնանան հենց սահմանազատման գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանը արդյոք ունի հստակ պատկերացում, թե ինչպես պետք է կարգավորվի այս հարցը, ասես մեզ առնվազն ասվեց, որ պաշտոնական հստակ ընկալում տեսլական այդ հարցի հետ կապված չկա եւ ժամանակը կգա կփորձենք հասկանալ ինչ որ հիպոթետիկ տարբերակներ կարող են լինել փոխանակումների հետ կապված, սակայն պաշտոնական դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքագետ Նարեկ Մինասյանն էր։ Կհանդիպենք։